Էդիկ Նալմանդյանն եկել է, չգիտեմ, քննարկել եք ինչ եք որոշել, բայց սա մենք խմբակցելով հագնամակ ենք Են որ եկեղեցին կամ կուսակցությունները չեն ուզում ունել մարդիկ դուրս դուրս գան, դա դարի ուրիշ նպատակ ունի։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հայերի անվտանգության պահպանման խնդիրը դրսնել իրենց վրա։ Չկա 40 մանկած եկեղեցին, չկա Քեսաբը, չկա Դերձորը, ինչքան պետք է լինի, որ եզրակացնի, որ այդ մարդկանց ոչնչացնելու է։ Արագ քայլեր պետք է անել։ Դուք 2 տարի առաջ աշտարակում Հավեր քաղաքի հիմնարկեք արեցիք եւ $100,000 դու ինչքան հիշում 35 միլիոն դրամ բան եղավ, հիմնադրամ հավաքեց։ Այդ գործը ուր է հասել։ Այդ մեկ եւ ինչու եմ ոչ այսպես հաջողով լսում ձեր հաղորդումները։ Իրավիճակը լրի ուրիշ է, Տիկին Հակոբյան, բացարձակ ուրիշ։ Այս տարվա 4 ամսյա տվյալներն եմ ձեզ ասում, Սփյուռքի մեր հայրենակիցները, ձեր ասած 8 միլիոն ապրողները կամ արտաքին աշխատողները, ուղիղ 2 անգամ նվազեցրել են տրանսֆերները դեպի Հայաստան, ուղիղ 2 անգամ։ Ներդրումները անցյալ տարվա 4 ամսյա նկատմամբ 2 անգամ պակասել են։ Կտրուկ պակասում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը, ներդրումները, բիզնես սկսելը, Հայաստան գալը։ Այսպես դուք կառավարության անդամ եք, Արիդուն ասելով խնդիրը չի լուծվի։ Միամոտ իշխանությունը ասում է գնաք ու տնից, որ դուք 1000 հոգի բերիք, այս տարվա գնացածների թիվը 60,000-ը, ո՞նց է խնդիրը լուծվի։ Այսպես չի կարելի ասել, համեր, շատ լավագիր, տպագրություն, բայց երկիրը ձեռից գնում է եւ այլևս չի կարող ունենալ ֆինանսական, տնտեսական, բիզնեսի պոտենցիալը, որի հաշվին ձեր ասած ծրագիրը Արիդուն իրականացվի։ Օտրուցիկով չի, երկպարով չի, տնտեսապես դուք շահագրգռես իրանց։ Եկածներ են ինձ լավ գիտեք, գալիս են զուտ Եվրոպա տրանզիտ անելու համար, Հայաստանում չեն գնում, ձեր ծրագիր չեղավ չէ աշտարակի։ Շնորհակալություններով կլինեք, եթե հարցի ձևով չդուք։ Ես իհարկե այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերը կարելի է խտացնել ու ամեն ինչ ուղղել մի ուղղությամբ։ Ինչ անենք, կոչ չանենք, ձերքները ծալեն նստենք, կամ նստենք, կամ որ դուր գա։ Չէ, կառավարության անդամի։ Որպես կառավարության անդամի առաջ խնդիր է դրված, ծրագրեր իրականացնել եւ ես այսօր հայտարարում եմ, որ մենք ծրագրեր իրականացնում ենք, չենք տապալում, չենք ավելում, Սփյուռքի այդ կռիվների մեջ չենք մտնում եւ Սփյուռքը մեզ վստահում։ Ես դա հայտարարում եմ։